ինչ ասեցիք, գողացակ ԲՀԿ-ի ձայները։ Ես գողանալ բառ չասեցի։ Չգիտես ինչու գողանալ բառն է լսում ՔՊԱ-կան падգամավորը, երբ լրագրողը հարցը ձևակերպում է այսպես. Բարգավաճ Հայաստանին դուրս թողեցիք խորհրդարանից, արդյոք սա չի նշանակում, որ առաջվա լեգիտիմությունը չունեք։ Ձեր հարցը կարծում եմ վերաձևակերպման կարիք ունի, որովհետև դուք գնահատական եք տալիս եւ քաղաքացիական պայմանագրին ասում եք, որ դուք ինչ ասեցիք, գողացակ ԲՀԿ-ի ձայները։ Ես գողանալ բառ չասեցի։ Ինչ ասեցիք։ Արդյոք դուք չունեք։ Չէ, ինչ որ ձևակերպում տվեցիք, խնդրում եմ դա վերաձևակերպեք, դուրս թողեցիք։ ՔՊԱ-կանները, որոնց ընդդիմությունը մեղադրում է ԲՀԿ-ի ձայները գողանալու համար, համաձայն չեն նաև այն մեղմ դիտարկման հետ, որ ԲՀԿ-ին դուրս են թողել խորհրդարանից, որ ՔՊ-ն կարողանա 3/5 մեծամասնություն ունենալ։ ՔՊԱ-կան Ծովինար Վարդանյանը համոզում է, թե իր երբեմնի կուսակից Վահագն Հովակիմյանի հանձնաժողովը ճիշտ է հաշվել ընտրողների քվեները։ Պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայաստանի ձայները հաշվարկվել են նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հաշվարկվել են բոլոր մնացած ուժերի, այդ թվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները։ Ես իրավական մասով չեմ կարող պատասխանել, որտեղ ես ընտրական օրենքի մասնագետ չեմ։ Ընտրական օրենսգրքի մասնագետ չէ ՔՊԱ-կան նախարար Վահե Հովհաննիսյանը, բայց դատավորի դեր է ստանձնում տեսախցիկների առաջ հայտարարելով, թե ապացույցներ կան, որ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանել, բայց ապացույց չկա, որ ՔՊ-ն մանդատի գող է։ Մանդատագող են ասում։ Ապացույցներ կան։ Այսինքն այդ քաղաքացիների Ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան։ Իսկ այտենց հիմար արտահայտություններ անելու համար, այսինքն խելքել պետք չի։ ՔՊԱ-կան անկաշկանդ խախտում է անմեղության կանխավարկածը։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին ներկայացված ընտրակաշառքի մեղադրանքներից որևէ մեկը դատարանում դեռ չի ապացուցվել։ Ասում են, եթե կան ինչու ոչ մի դատարանի վճիռ չկա եւ բանտում հայտնված մարդիկ չկան։ Ես չգիտեմ, որովհետև երևի այդ դեպքերը չեն ուղարկվել դեռ դատարան, որովհետև այդ ընտրակաշառքները բաժանվել են վերջերս։ Վստահ եմ, որ երբ որ այդ դեպքերը կգնան դատարան, այդ ժամանակ վճիռներն էլ կլինեն, ինձ թվում։ Այսինքն ՔՊԱ-կանը իր քաղաքական հոր Նիկոլ Փաշինյանի օրինակով արդեն կանխորոշում է ազատ անկախ դատարանների վճիռների բովանդակությունը, զարմանում են լրագրողները։ Իշխանական падգամավորները ապացույց են համարում հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ, որոնք ըստ փաստաբանների հնարավոր է փնթի մոնտաժի գոհարներ են։ Այսինքն դուք ուզում եք, որ ես չտեսնեմ, որ ձայնագրությունները չլսեմ, ականջներս փակեմ, աչքերս փակեմ, ինչպես եւ անում են սովորաբար ընդդիմադիր լրատվամիջոցները, ներողություն չունեմ նման։ Մոնտաժված է, ներդրված անձինք կարող են լինել, որ հատուկ այդպիսի բաներ խոսեն։ Հիմա քննություն է ընթանում դատարանում, բայց բոլորը խոսում։ Բոլորը մոնտաժեր, այսինքն ինչպես է պատահել, որ հարյուրավոր ենթադրենք ինչ որ ձայնագրություններ են եւ բոլորը մոնտաժված են։ 2021-ին մոտ 54% ձայն ստացած ՔՊԱ-կանները ցույց են տալիս, թե բացարձական հանգիստ չեն, որ այս անգամ նույնիսկ 50% չեն հավաքել։ Չնայած վարչական ռեսուրսի անխնա չարաշահման, ընդդիմախոսների հանդեպ բռնաճնշումների, ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգերին եւ արտաքին ուժերի աննախադեպ միջամտություններին։ Չի անհանգստացնում ձեզ, որ 49% մարդ են ընդամենը ձայն տվել։ Չի անհանգստացնում, ընդհակառակը ուրախացնում է։ Այդքան ուրախ կյանքը ՔՊԱ-կաներին տեսնես ով է տվել։ Լրագրողները չեն հաջողում ճշտել։ ՔՊԱ-կան մինիստրը շտապ լքում է խորհրդարանը։ Կարնե Մանգասարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։